Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել կրակի դադարեցման ռեժիմի վերահսկման նպատակով Ուկրաինայի տարածքում եվրոպական զորքերի տեղակայման առաջարկով։ Թրամփը հայտարարել է, որ կողմնակից է ուժեղ զինված Ուկրաինային, սակայն հանդես է գալիս նրա ՆԱՏՕ-ին անդամակցելու դեմ։ Թրամփը համարում է, որ Եվրոպան պետք է ստանձնի Ուկրաինային աջակցողի եւ անվտանգությունն ապահովողի գլխավոր դերը, իսկ Միացյալ Նահանգները կարող է սատարել այդ գործընթացին, սակայն չի նախատեսում զորք ուղարկել այնտեղ։ ԱՄՆ պետքարտուղար Անթոնի Բլինքենը հայտարարել է Ուկրաինային $500 միլիոն լրացուցիչ ռազմական օգնություն հատկացնելու մասին։ Ըստ պետքարտուղարի $500 միլիոն լրացուցիչ օգնությունը տրամադրվում է Պաշտպանության նախարարության պահեստներից օգնության նոր փաթեթը ըստ հաղորդագրության ներառում է հակադրոնային զինամթերք, համազարգային գրակի ռեակտիվ համակարգերի զինամթերք, 155 մմ-անոց եւ 105 մմ-անոց տրամաչափի հրետանային զինամթերք, արագընթաց հակառադարային հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր, ականակայուն մեքենաներ, մեծ շարժունակությամբ փոխադրամիջոցներ, թեթև մարտավարական փոխադրամիջոցներ, կեսաբանական, քիմիական, ճառագայթային եւ միջուկային զենքից պաշտպանության սարքավորումներ։ Ավելի վաղ Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցով համակարգող Ջոն Քիրբին հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 12-ին հավանություն է տվել Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի հատկացմանը։ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը մերժել է Դոնալդ Թրամփի երթմնակալության արարողությանը մասնակցելու հրավերը։ Այս մասին հայտնում է ամերիկյան SBC News հեռուստաալիքը։ Սպիտակ տան նոր ղեկավարի երթման արարողությունը նախատեսված է 2025 թվականի հունվարի 20-ին։ Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցեն ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանը եւ նրա կինը, ինչը ստանդարտ պրակտիկա է, ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ։ Աղբյուրները չեն բացառել, որ դեսպանին կարող են միանալ Պեկինից այլ պաշտոնյաներ, բայց ոչ ինքը։ Սի Ցզինփինը նշվում է, որ Թրամփի երթմնակալության արարողությանը մասնակցելու հրավերը, որը փոխանցվել է ոչ պաշտոնական ուղիներով, զարմացրել է Պեկինին, քանի որ այնտեղ սովոր են ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում խիստ արարողակարգին եւ բարդ դինամիկային, ուստի տարակուսած են մնացել Թրամփի մտադրությունների վերաբերյալ։ ԱՄՆ պետք Կորեայի հանրան կանել իրեն։ Յուսոգյոլ մեժը մեղադրվում է պետական դավաճանության եւ հեղաշրջման փորձի համար։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն տեսաուղերձով դիմել է անմիջապես իրանցի ժողովրդին։ Նա պատմել է, որ իր երկիրը ձգտում է խաղաղություն հաստատել բոլոր հարևանների հետ եւ կցանկանար նրանց թվում տեսնել նաեւ ազատ Իրանը։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ դա կարող է լինել շուտով, ավելի վաղ, քան շատերը կարծում են։ Կանայք, կյանք, ազատություն, սա է Իրանի ապագան, սա խաղաղ ապագան է։ Ես կասկած չունեմ, որ մենք այդ ապագան կյանքի կկոչենք միասին եւ անհամեմատ շուտ, քան շատերը կարծում են։ Ես գիտեմ ու հավատում եմ, որ մենք մերձավոր արևելքը կդարձնենք բարգավաճման առաջընթացի եւ խաղաղության ամրոց, ասել է նա։